Հայաստանի բարձր արհեստագիտական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրաբեդյան ընկերային ցանցի իր էջին դեսանյութ մհրաբարագեց եւ դեղեկացուց, որ հայկական 3 ընկերություններ 2 տարբեր երկիրներ զենք արդահանած են մայիս ամսվան ընթացքին։ Հայկական ընկերությունները առաջին անգամ Հայաստանի մեջ մշակված, Հայաստանի մեջ արդատրված վերջնական արդատրանքը գրծած են հասցնել օգտագործման երկիրներ, ըստ նախարարը։ Մարդու իրավունքներու պաշտպան Անահիտ Մանասյան խիստ մտահոգիչ եւ վտանգավոր գնահատեց նախընտրական կառույցարշավի ընթացքին հանրային խոսույցի մեջ տարածվող վիրավորանք, անհանդուրժողականություն եւ բռնություն կարոզող խոսույթը։ Մարդու իրավունքներու պաշտպանը շեշտած է, որ հանրային եւ քաղաքական գործիչները հաշվի առնելով իրենց խոսքի աստեցությունն ու դարացման լայն շրջանակը պետք է ավելի բարձր պատասխանատվություն դրսևորեն իրենց հանրային խոսույթի նկատմամբ։ Մարդու իրավունքներու պաշտպանը գոչ կնե քաղաքական բոլոր ուժերուն, անոնց ներկայացուցիչներուն, պաշտոնադար անձերուն եւ հանրային գործիչներուն թատրեցնել վիրավորանք, անհանդուրժողականություն եւ բռնություն կարոզող խոսքի որևէ դրսևորում, բացառել հասարակությունը բևեռացնող եւ լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքներու, մարդու իրավունքներու եւ փոխադարձ հարկանքի հիման վրա։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Իրանի դեմ նախադեсված նոր հարվածը չեղարկած է Կատարի, Սաուդական Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններու առաջնորդներուն խնդրանքով։ Թրամփ իր ընկերային ցանցի մեջ գրած է, որ կհետաձգե երեքշաբթի օր նախադեсված նոր հարված Իրանի դեմ Պարսից ծոցի երկիրներուն խնդրանքով, քանի որ այժմ լուրջ բանակցություններ կընթանան։ Թրամփը ընդգծած է, որ համաձայնությունը պետք է նախադեсե, որ Իրան գորիզային զենքի հասանելիություն չունենա։ Իրանն հրաբարագավ չի մեկնաբանեց Թրամփի վերջին հայտարարությունը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ պատրաստ չէ Թեհրանի հետ համաձայնագիրի համար որևէ զիջումի երթալու երկիրներու միջև բանակցություններուն փակուղի պայմաններու մեջ։ Թրամփ New York Post-ին ասաց է, որ պատրաստ չէ որևէ զիջումի երթալ Իրանի կողմեն եւս մեկի հաստատեցնող պատասխան ստանալեն հետո։ Ամերիկացի առաջնորդը նաեւ ասաց է, որ Իրան ենթադրաբար կգիտակցի, թե ինչ պիտի լա շուտով, եթե Թեհրան համաձայնության չի գա Վաշինգտոնի հետ։ Իրանի կողմեն Պակիստանի միջնորդությամբ Միացյալ Նահանգներու ներկայացուցիչներուն փոխանցված հագամարտության ղեկավարման նոր առաջարկը փաղկացած է 14 կետերեն, կհաղորդե իրանյան թասնիմ գործակալությունը։ Շեշտը տրված է ռազմական գործողություններու թատրեցման եւ վստահության ամրապնդման միջոցառումներու վրա։ Ավելի գանուխ Reuters հայտնած էր, որ Պակիստան Ամերիկայի ներկայացուցիչներուն փոխանցած է հագամարտության վերջ տնելու վերաբերյալ վերանայված իրանյան առաջարկը։ Իսկ Իրանի արտաքին գործոստ նախարարության խոսնակ Իսմայել Բաղային 18 մայիսի ջեբազրույցին հայտնած էր, որ Իրան եւ Ամերիկա կշարունակեն Պակիստանի միջոցով մեկնաբանություններ եւ առաջարկություններ փոխանակել խաղաղության ծրագիրի վերաբերյալ։ Մոտավորապես 5 տարի տևող Ուկրաինու հակամարտությունը լուրջ վնասներ կհասցնի Եվրոպային, սակայն գարժաժամկետ հրատատարները ցույց կտան գայուն խաղաղության հասնելու կարելիությունը։ ՌԻԱ Նովոստի փոխանցմամբ այս մասին ասաց է Թուրքիո արտաքին գործոստ նախարար Հական Ֆիդան։ Եվրոպայի սրդին արդեն 5-րդ տարին ընթացող հակամարտությունը լուրջ վնասներ կհասցնի տարածաշրջանին եւ ամբողջ Եվրոպային։ Ուկրաինայում մեջ գարժաժամկետ հրատատարները ցույց կտան գայուն հրատատարի հիմք ունենալու հնարավորությունը եւ Թուրքիան կշարունակի իր միջնորդությունը։ Բերլինի մեջ կայացած մամլո ասուլիսին ասաց է Ֆիդան։ Գերմանիան հարաճիգա շաբաթներուն Patriot հագաուտային պաշտպանության ստորաբաժանում պիտի ուղարկի Թուրքիա Թաշինքի հարավարևելյան թևի պաշտպանությունը զորացնելու ՆԱՏՕ-ի ծրագիրի շրջանակներում մեջ։ Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուս հայտարարած է, որ Գերմանիան ավելի մեծ պատասխանատվություն կստանձնի ՆԱՏՕ-ի շրջանակներում մեջ, ավելցնելով, որ գերմանական Patriot ստորաբաժանումը եւ շուրջ 150 զինծառայողներ պիտի փոխարինեն ամերիկյան զորագազմին, որը այժմ տեղակայված է Թուրքիո մեջ։ Մեր ռազմաօդային ուժերը կկատարեն միջազգային մագարտակով բարձր գնահատված աշխատանք, ասաց է Պիստորիուս։ Նախարարության տվյալներով կգնկալվի, որ առաքելությունը տևե 2026 թվականի հունիսեն մինչև սեպտեմբեր։ Ցեզիադեր Անի Զեյթունցյանը